Եթե ժամանակին սեյսմիկ ռիսկի ճիշտ գնահատում լիներ, միգուցե նաև խուսափեինք 1988 թվականի երկրաշարժի ծանր հետևանքներից։ 88-ի աղետը միայն Գյումրիում հողին հավասարեցրեց 22,000 բնակարան, անօթևան մնացին հազարավոր ընտանիքներ։ Աղետից օրեր անց միայն պարզվեց, որ իրականում կարող էինք խուսափել անդառնալի եւ մեծամասշտաբ վնասներից։ 10 բալանոց երկրաշարժին շենքերից շատերը կարող էին դիմակայել, եթե կառուցված լինեին ընդունված բոլոր չափանիշներին համապատասխան։ Երկրաշարժը սթափեցրեց։ Ինչևէ, 2009-ից Գյումրիում մեկնարկում է բնակարանաշինական նոր ծրագիր, նախագծային եւ որակական անթերի աշխատանք խոստանում են։ Պետբյուջեից այդ աշխատանքների համար հատկացվել է 77 միլիարդ դրամ։ Առաջիկա 2 տարվա ընթացքում կկառուցվի 2300 բնակարան, 1988-ին 22000 բնակարան ավերվել էր, այս 20 տարիների ընթացքում գրեթե նույնքան կառուցվել։ 20 տարի տնակում ապրող անօթևանին հասկանալու համար գոնե 1 օր պետք է ապրել տնակում։ 20 տարի սպասող անօթևանը պատրաստ է սպասել եւս 2 տարի, միայն թե այնքան սպասված բնակարանամուտը տոնի։ Ձորաշենը Գյումրիին կապող ճանապարհը գյումրեցիները չեն էլ հիշում վերջին անգամ երբ են բարեկարգ վիճակում տեսել, իսկ ճանապարհի փոսերն ուղղակի կարելի է համեմատել խրամատների հետ։ Աշոտսկի տարածաշրջանի եւ ոչ մի ճանապարհ ընդգրկված չի ճանապարհաշինական եւ ոչ մի ծրագրում։ Մարդիկ դժգոհում են, որ ավտոմեքենայով անգամ երթևեկել ընդհանրապես հնարավոր չի։ Իսկ մսի կոմբինատի թաղամասում մինչ այս շաբաթ գործում էր ընդամենը 1 լուսակետ, այն էլ թիմ ընտրությունների շնորհիվ նախընտրական շրջանում եկան, մեկը կարգի բերեցին եւ վերջ։ Այդ 1 լուսակետն էլ քմահաճույքով էր աշխատում։ Իսկ անտուն շներ այս թաղամասում շատ են։ Փողոցի մի կողմում փոսեր են, մյուս կողմում աղբ, անցնելն ուղղակի անհնար է։ Այս շաբաթ գյումրեցիների ահազանգերը տեղ հասան եւ այլևս գոնե Լալայան փողոցի սկզբնամասից մինչեւ մսի կոմբինատի թաղամասի վերջնամաս բոլոր լուսակետերը վերանորոգվեցին։ Իսկ մինչ այդ խոստումները տրվում էին միայն 2009 թվականին աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ։ Այս շաբաթ մի խումբ գյումրեցիներ իրենց զորակցությունը հայտնեցին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աճապաղյանին։ Նրանք եւս մեկ անգամ հավաստեցին, որ Սրբազանն իր գործունեության 9 տարիների ընթացքում շատ բան է արել թեմի համար, եւ որ իրենք ամեն ինչ անելու են Սրբազանին այլ թեմ ուղարկելուն խոչընդոտելու համար։ Կաթողիկոսը այս շաբաթ լսեց Գյումրիի պատվիրակությանը, որը իջմիացնում էր ի պաշտպանություն թեմի առաջնորդի։ Գարեգին II կոչ արեց հանգստության։ Լևոն Բարսեղյանի գնահատմամբ խնդիրը հաղթահարված է, մոտ 40 օրի պաշտպանություն Սրբազանի պայքարող մարդիկ կսպասեն, չեն բողոքի եւ չեն մեկնաբանի տարբեր մարդկանց գործողություններ, եւ եթե հանկարծ Սրբազանի կարգավիճակին նոր սպառնալիք լինի, իրենք կշարունակեն ավելի սուրբ պայքարը։ Մասնավոր տաքսի սպասարկում իրականացնող վարորդներն այս շաբաթ էլ շարունակեցին իրենց բողոքի ակցիան Գյումրիի քաղաքապետարանի մոտ։ Նրանց ընդունեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, խոստանալով հետամուտ լինել օրենքի որոշ դրույթների փոփոխման գործին։ Վարդան Ղուկասյանը հեռախոսով խոսեց ազգային ժողովի падգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ եւ պայմանավորվեց մի քանի այլ падգամավորների հետ Գյումրիում լսումներ իրականացնել։ Եթե այս քայլն էլ իր նպատակին չծառայի, վարորդները հավաստիացնում են, որ սոցիալական դժգոհությունները ժամանակի հետ կարող են վերաճել քաղաքականի։ Նրանք սպառնում են նաև տաքսիներով անօրինականորեն հատել հայ-թուրքական սահմանը։ Կոմպոզիտորների միության ստեղծման 75-ամյակի կապակցությամբ Վանաձորում հրավիրվել էր համերգ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախաձեռնությամբ եւ մշակույթի նախարարության աջակցությամբ երաժշտական օրեր ծրագրում։ Նման միջոցառումները միայն համերգային տեսք չի, որ ունեն, սա նաև խոսակցություն է խնդիրների մասին։ Քարը թթվածին չի արտադրում, փոքր եւ միջին բիզնեսին աջակցենք։ Նման մեկնաբանություններով նկարներ էին ներկայացված Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի գրասենյակում։ Աշխատանքների հեղինակները կամավորներ էին, ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոնի կազմակերպության աջակիցներ եւ մարդիկ, ովքեր մտահոգ են կանաչ Վանաձորի բարի համբավը վերադարձնելու գործում։ Վանաձորի պետական բժշկական քոլեջը տոնեց իր 70-ամյա հոբելյանը։ 38 թվականին հիմնադրված եւ մինչ օրս բոլոր տնօրենների օրոք տարածաշրջանում հայտնի կրթական հաստատություն, որ փորձում է հետ չմնալ կրթական նոր չափորոշիչներից։ Շուրջ 1000 ուսանողներ, բարբերաբար նորացվող բաժիններ, հմուտ դասախոսական կազմ, համալրված 80-ից ավել մանկավարժներով, պատկառելի հոբելյան, պատկառելի հյուրերի ներկայությամբ եւ թանկարժեք նվերներ։ Խաչվող ուղիներ սոցիալական հասարակական կազմակերպությունը 2008 թվականից իրականացնում է անվտանգ վարքագիծ արտ-թերապիայի միջոցով ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում հոգեբանական աջակցություն ստացող դեռահասները հոգեթերապիայի մեթոդով աշխատելու ընթացքում սերտորեն համագործակցում են կազմակերպությունում գործող տիկնիկագործության խմբակի հետ։ Տիկնիկների միջոցով երեխաները փորձում են լուծումներ գտնել տարբեր հոգեբանական սցենարների, որ առաջարկում է կազմակերպության հոգեբանները։ Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է։ Բոլոր մարդիկ հավասար են եւ ունեն հավասար իրավունքներ, կյանքի պայմաններն են նրանց տարբեր դարձնում։
Միջազգային օրվա արդիվ Վանաձորում տեղի ունեցավ Կույրերի միավորման Լոռու մարզային մասնաճյուղի նոր վերանորոգված գրասենյակի բացման արարողությունը։ Գրասենյակը վերանորոգվել է միավորման անդամների միջոցներով, իսկ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը գրասենյակին է նվիրել 2 գազի վառարան։ Եվ ի նշան երախտագիտության Կույրերի միջոցներով վերանորոգված գրասենյակի բացման պատիվը տրվեց Արամ Քոչարյանին։ Գրասենյակում ներկայացված էին խուլ համրերի աշխատանքները։ Ալավերդու թիվ 13 մանկապարտեզի սաները երթ իրականացրեցին հաշմանդամ երեխաների նկատմամբ հանդուրժողականություն պարունակող կոչերով պաստառներով մանկապարտեզից դեպի Սարահարթի հրապարակ։ Հրապարակում նրանք թռուցիկներ բաժանեցին, որոնցում պատմվում էր հաշմանդամների միջազգային օրվա մասին։ Երեխաները քաջատեղյակ են, որ որոշակի արատներ ունեցող իրենց ընկերներին պետք է ընդունել եւ վերաբերել որպես հավասարի, շրջապատից չմեկուսացնելով նրանց։ Տնտեսական ճգնաժամն արդեն իրեն զգացնել է տալիս Ալավերդու գյուղմթերքների վաճառքով զբաղվող մարդկանց։ Համեմատաբար լավ վիճակում գտնվող մարդիկ ավելի ծանր սոցիալական պայմաններում գտնվողներին պարտքով էին ապրանք տալիս, հույսով, որ երբևէ գումարը կստանան։ Որոշ վաճառողներ այժմ արդեն ապառիկ առևտրից խուսափում են։ Ալավերդում այսօր գազօգտագործողների թիվը 7000 է։ Թաղամասեր կան, որտեղ գազաֆիկացման ծավալները հասնում են մինչև 90%-ի։ Փոխարենը պակասել է հեղուկ գազօգտագործողների թիվը, սակայն որոշակի դժգոհություններ էլ առաջանում են տարատեսակ մուծումների հետ կապված։ Շատերը չեն կարողանում բնակարաններում գազ ունենալ տեխնիկական աշխատանքների համար պահանջվող գումարների պատճառով։ Այս շաբաթ ծանոթացան Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանն ու Քոբուլեթիի նորանշանակ մարզպետը։ Այս ծանոթությունն ունեցավ բավականին կարևոր նշանակություն երկու քույր քաղաքների համագործակցության առումով։ Աջարյան ունի 10,000 հայ բնակչություն, Բաթումիում այլևս ունենալու են Քյուպատոս։ Այս հարաբերությունները ըստ քաղաքապետի կզարգացնեն Ալավերդում զբոսաշրջությունը։ Դեկտեմբերի 1-ը ձիահի կանխարգելման միջազգային օրն էր։ Ցավոք, ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Ալավերդում ավելացել են միավ ձիահով վարակվածների թիվը։ Այսօր Ալավերդում 12 վարակագիր կա։ Բժիշկ վեներաբան Սերոկ Նազարեթյանի կարծիքով այս թիվն ավելի մեծ է, ուղղակի նրանցից շատերը չեն ցանկանում հետազոտվել։